Ֆիզիկական եւ հոգեկան առողջության հիմքում բժշկական գրագիտությունն է։ Ես առողջ եմ, երբ տեղեկացված եմ։ Ողջույն բոլոր նրանց, ովքեր հենց նոր են միացել մեզ, Հանրային ռադիոյի ուղիղ եթերում ենք, ես առողջ եմ հաղորդման շրջանակում, առաջիկա 30 րոպեներին ձեզ համար կաշխատի Լուսի Քոչարյանը եւ ներկայացնեմ այն բոլոր տարբերակները, որով կարող եք մեզ միանալ, դրանք են armradio.am կայքի on-line ռեժիմը, տեսագրություն, ձայնագրությունները տեղադրվում են այս նույն կայքում, ես առողջ եմ բաժնում եւ իհարկե Facebook-յան հարթակը, այստեղ պետք է մտնեք հայտար գրված Հայաստանի Հանրային ռադիո Facebook-յան էջ Միանաք մեր live stream-ին, կարողանաք դիտել մեզ, բացի իհարկե ունկնդրելը եւ մեկնաբանություններում հարցեր, դիտարկումներ թողնել։ Ես դրանց հետևում եմ եւ կփորձեմ օպերատիվ նաեւ անդրադառնալ ամենաարդիական կարեւոր հարցերին։ Ներկայացնեմ, թե ում հետ ենք այսօր զրուցելու, երկու մասնագետ ունենք տաղավարում։ Դրանք են Յոլիան արյունաբանության եւ ուռուցքաբանության կենտրոնի բժիշկ ուռուցքաբան Մարիամ Մայիլյանը, ողջույն Մարիամ։ Բարև ձեզ, շնորհակալ եմ շատ հրավերի համար։ Մենք ենք շնորհակալ մեզ ժամանակ հատկացնելու համար եւ մյուս հյուրին ներկայացնեմ MIPS բժշկական կենտրոնի MRT բաժնի ղեկավար բժիշկ ռադիոլոգ Էլեն Հովհաննիսյան, ողջույն Էլեն։ Ողջույն Լուսի ջան։ Էլենի հետ եթերներ արել ենք, հաճելի է նորից տեսնել ձեզ մեր տաղավարում, իսկ Մարիամին այսօր առաջին անգամ ենք լսելու թեման կարևորում եմ այնքանով, որ ամբողջ ապրիլ ամիսը համարվում է գլխի եւ պարանոցի քաղցկեղի իրազեկման ամիսը եւ մենք փորձելու ենք այսօր որքան հնարավոր է կարևոր ու պետքական օգտակար հանրության համար գիտելիք փոխանցել հենց այս տեսակի քաղցկեղի վերաբերյալ։ Երևի թե իմ առաջին հարցը ձեզ կուղեմ որպես բժիշկ ուռուցքաբան հասկանանք թե գլխի ու պարանոցի քաղցկեղը որպես տեսակ բոլոր բազմատեսակ քաղցկեղի խմբում մոտավորապես որ տեղում է, որ հորիզոնականում է, եթե այդպիսի տվյալներ մենք ունենք։ Ընդ որում հետաքրքիր է եւ աշխարհը, եւ Հայաստանը մասնավորապես։ Գլխի եւ պարանոցի քաղցկեղները նախ ճիշտ նշեցիք ապրիլ ամիսը, այո, գլխի եւ պարանոցի քաղցկեղի իրազեկման ամիսն է, սակայն այն նաեւ կերակրափողի քաղցկեղի եւ տեստիկուլյար քաղցկեղների իրազեկման ամիսն է։ Գլխի եւ պարանոցի քաղցկեղների ի տարբերություն այլ քաղցկեղների ավելի քիչ են հանդիպում Հայաստանում տղամարդկանց շրջանում այն հանդիպում է 7-րդը, այսինքն թոքի քաղցկեղի, պրոստատի քաղցկեղի, արհեստամոքսային տրակտի քաղցկեղներից հետո։ Կանանց մոտ ավելի հետ դիրք է գրավում, դա պայմանավորված է տղամարդկանց կենսակերպով, այսպես ասած, որովհետև խոսանք դեռևս կարծում եմ ռիսկի գործոններից, այո, այդտեղ ավելի կանադառնանք դրան։ Ահա բացի ռիսկի գործոններից, որոնք արտաքին, այսպես ազդակներ են, ուրիշ ինչով կարող է պայմանավորված լինել օրգանիզմի ներքին առանձնահատկություններից։ Օրինակ շատ հիվանդություններ կան, երբ կանանց պաշտպանում է իրենց կանացի հորմոնալ ֆոնը, շատ տեղեր կան տղամարդկանց ինչ որ տեստոստերոնները, չգիտեմ, այս տեղ ինչ որ նշելու բան կա։ Այո, կան որոշակի հոդվածներ, որոնք որ ցույց են տալիս, որ էստրոգենների մակարդակը կանանց շրջանում պաշտպանում է իրենց գլխի եւ պարանոցի քաղցկեղներից։ Այդ պատճառով տղամարդկանց մոտ 4 անգամ ավելի շատ է հանդիպում այս զոնայում քաղցկեղները, քան կանանց մոտ։ Իսկ գլխի ու պարանոցի քաղցկեղ, սրանք պետք է առանձնացնել, թե իրենք նման են իրար եւ մի խմբի մեջ նկարագրվում են։ Իհարկե պետք է առանձնացնել, որովհետեւ բուժման մոտեցումները այլ են։ Գլխի եւ պարանոցի քաղցկեղ ասելով հասկանում ենք քթի խոռոչի քաղցկեղները, բերանի խոռոչի քաղցկեղները, ըմպանի, կոկորտի քաղցկեղները, որոնք որ մոլեկուլային կազմով, հյուսվածաբանական կազմով կարելի ասել տափակ բջջային են մեծամասամբ լինում, սակայն այո, մոտեցումները տարբեր են, վիրահատական մեթոդներն են տարբեր, դեղորայքային մոտեցումներն են տարբեր, այդ պատճառով այո, պետք է առանձնացնել, այդպես։ Ինչ է նշանակում տափակ բջջային։ Ես հիմա ուզում եմ մենք մի փոքր հասկանալի լեզվով էլ բացատրենք, որովհետև միգուցե մարդիկ, ու ես կարծում եմ հաստատ մարդիկ առաջին անգամ են լսում այս բառակապակցությունը։ Դա բջիջների մի խումբ է, որոնք որ իրենք են նպաստում ռուսքի առաջացմանը։ Նաև ունենք ադենոկարցինոմաները, որոնք որ գեղձային խումբն է բջիջների, սակայն այս դեպքում դրանք տափակ բջջային քաղցկեղներ են։ Օրինակ, կերակրափողի դեպքում կարող են բերել օրինակը, վերին ավելի կեսի քաղցկեղները մեծամասամբ լինում են տափակ բջջային, ստորին կեսի քաղցկեղները լինում են ադենոկարցինոմաներ, եւ դրանց մոտեցումները դեղորայքի նկատմամբ դրանց
ընկալունակությունը, այսպես ասած, եւ բուժման մեթոդները բացարձակ տարբերվում են իրարից։ Եվ այստեղ շատ հետաքրքիր է նաև զարգացումը հիվանդության կոնկրետ այս տեսակի կան քաղցկեղի տեսակներ, որոնք բնութագրվում են որպես ոչ ագրեսիվ, քողարկված փուլով, չդանդաղ զարգացող եւ կան կայծակնային արագությամբ լետալ շատ հաճախ լետալ արդյունքով քաղցկեղներ, որ տեսակին կարելի է դասել սա։ Սրանք նայեք, չեմ կարող ասել, որ իրանք շատ կայծակնային զարգացող քաղցկեղներ են, ինչու եւ ավելի եւ Հայաստանում եւ աշխարհում ավելի նախնական փուլերում են մեծ մաս դեպքերում ախտորոշվում։ Ինչու, որովհետեւ սրանք տեսանելի են լինում պացիենտների կողմից եւ իրենցով առաջացրած ախտանշանները ավելի վաղ փուլերում են լինում։ Ախտանշաններից օրինակ Վերքային մակերեսը բերանի խոռոչվում, որը 2-ից 3 շաբաթ տևում է եւ չի անցնում, կլման ակտի խանգարումը, շնչառության դժվարացումը, օտար մարմնի զգացումը կոկորթում, հազը, ձայնի խրպոտություն, այսինքն սրանք ախտանշաններ են, որոնք 2-3 շաբաթվա ընթացքում եթե չեն անցնում, արդեն անհանգստացնում են պացիենտին եւ դիմում է բժշկի ու ավելի վաղ փուլերում են ախտորոշվում։ Վատ կողմը սրա այն է, որ այն էսթետիկ դեֆեկտ կարող է առաջացնել դեմքի վրա, որը կաշկանդի պացիենտին։ Ու դա ստիպի անհանգստանալ, հա, դիմել։ Այո, եւ դա կստիպի անհանգստանալ եւ ավելի վաղ փուլերում դիմել։ Սակայն նշան, որ որքան վաղ փուլում ենք մենք ախտորոշում, այնքան ավելի ռադիկալ բուժելը պացիենտին հավանական է դառնում։ Մենք հնարավորություն ենք ունենում ամբողջությամբ բուժել, այլ ոչ թե պալիատիվ ուղղակի բուժում իրականացնել։ Այսինքն այստեղ բուժման նպատակը լինում է ոչ թե կյանքի տարիների երկարացումը կամ կյանքի որակ պահելը, այլ առհասարակ պացիենտին ամբողջությամբ բուժելը եւ մոռանալի հիվանդության մասին։ Լիակատար ռեմիսիա եւ երկարաժամկետ ռեմիսիա այս դեպքում։ Իդեպ դուք նկատում եք դեռևս այսպես միֆային կամ թյուրիմացաբար մոտեցում, որ քաղցկեղը միևնույն է չի բուժվում, կապ չունի որ փուլում են հայտնաբերում, ինչպիսին է բուժառուների մոտեցումը ընդհանուր առմամբ, դուք ավելի լավ պատկեր կունենաք։ Այո, այն պացիենտները, որոնք որ արդեն հայտնվել են մեզ մոտ, բնականաբար իրենք գալիս են նույնիսկ եթե փոքր փուլում փոքր հույս ունեն բուժման, ամեն դեպքում գալիս են այդ հույսի հետևից։ Եվ արդեն գալով, շփվելով այլ պացիենտների հետ մեզ հետ, ստատիստիկան բացատրում ենք իրենց, բացատրում ենք թե ինչ բուժման մեթոդներ կան, ինչ հավանականություն են իրենց բուժելու, արդեն ավելի մեծ հույսով ու հավատով բժշկի նկատմամբ գալիս են բուժման։ Սակայն երբ որ խոսում ենք այլ միջավայրում, հա, երբ որ հիվանդանոցից դուրս ենք խոսում, շատ մարդիկ, ում մոտ դեռևս ախտորոշված չէ, թող ասված է երբեք չախտորոշվի էլ, բայց ում մոտ որ դեռևս ախտորոշված չէ, նրանք ասում են, դե ինչ իմաստ կա բուժումը, եթե միևնույնն է քաղցկեղից մարդիկ մահանում են, բայց ոչ քաղցկեղից միշտ չի որ մարդիկ մահանում են, նախնական փուլերում, նույնիսկ շատ դեպքերում 4-րդ փուլում մարդիկ շատ երկար տարիներ կյանքի բարձր որակով կարող են շարունակել իրենց կյանքը ապրել։ Եվ Միշտ դա ասելուց մի պացիենտ ունենք, ես այն ժամանակ դեռ կլինար ծննդուրայի առաջին կուրսում էի սովորում, պացիենտը մոտեցավ մեզ մոտ կրծքագեղձի քաղցկեղեր իր մոտ 4-րդ փուլ, գլխուղեղ, ոսկրեր, տարածված մետաստազներով, բավականին բարդ իրավիճակ էր, ցավից գոռում էր ու ճիշտ ասած դա մեզ համար էր շատ լարված, ես դեռ փորձ չունեի ընդհանրապես որպես բժիշկ։ Եվ մենք սկսեցինք իր բուժումը։ Պացիենտը արդեն 5 տարի է ողջ է, իր կյանքի որակով ապրում է եւ երբ որ արդեն հերթական ռեցիդիվից հետո պետքա բուժումը, պրոգրեսիայից հետո պետքա բուժումը փոխենք եւ բավականին թանկարժեք դեղեր առաջարկվում, որը որ ցավոք պացիենտը եւ ընտանիքի անդամները պատրաստ չէին նորագույն դեղի գնմանը, պացիենտը ասաց, որ ես ձեզանից շատ շնորհակալ եմ, որովհետեւ այնիշ դուք ինձ համար արել եք, առանց այս ամեն ինչի ես չէի ունենա։ Ու այս հուսադրելու մասին է այստեղ խոսքը։ Հուսադրելու չէ, բուժման։ Դե նկատի ունեմ նաև մի փոքր սոցիալ-հոգեբանական աջակցության չվախեցնելու սա նկատի ունեմ, որը շատ է օգնում։ Դա էլ բնականաբար, որովհետև եթե պացիենտը իրեն կոմֆորտ հանգիստ չի զգում տվյալ բժշկի մոտ, տվյալ բուժ հաստատությունում, բնականաբար գալը եւ այդ ժամանակը հատկացնելը իր բուժմանը տհաճ է լինում ու գումարվում է այն ստրեսին, որը որ հիվանդություն է հատուցել։ Բայց այս պացիենտը ասաց, որ չգիտեմ, ես գտել եմ այն իմաստը, թե ինչու եմ սկսել բուժումը, որովհետև ես այս ընթացքում ունեցա թոռնիկս 2 տարեկան է, իր անունը իմ անունով է, այսինքն եթե ես չսկսեի այս բուժումը, ես չէի կարողանա տեսնել իմ թոռնիկին, հա, ու ինքը դրանով կյանքի իմաստ էր գտել ու
չգիտեմ, մենք փորձում ենք միշտ պացիենտներին, ում մոտ որ վերջին փուլը հիվանդությունը մենք գիտենք, որ իր մոտ քրոնիկ է ընթացքը, հասցնել իրեն այս մտքին, որ դուք չպետք է հիմնվեք բուժման վրա, թե ինչքան կտևի ձեր տևողությունը կյանքի եւ այլն, այլ դուք հիմնվեք ձեր կյանքի որակի վրա եւ փորձեք վայելել այն ժամանակահատվածը, որը կա, որովհետեւ ոչ մեկս չգիտենք, հա, վաղը մյուս օրը, քան ինչքան ժամանակ ենք ապրելու, այո։ Ու հիմնվել նրա վրա, թե ինչ կհասցնեք անել, ինչ կհասցնեք տեսնել, ունենալ, զգալ, մտածել եւ այլն եւ այլն։ Շնորհակալություն այս դրական նոտայի համար, որովհետեւ քաղցկեղի մասին գրեթե դրական նոտաներ չենք նկատում, ընդ որում հաջող բուժման, կյանքի երկարաձգման, որակի բարձրացման պատմություններն էլ այնքան շատ չեն արծարծվում, որքան դե վատ դեպքերը։ Խոսենք նաև այլ գանգատների մասին, որովհետև դուք մի փոքր նշեցիք այդ ակնհայտ վաղ փուլում հայտնաբերման բերող գանգատներից, իսկ կան այլ տեսակի գանգատներ, որոնք միգուցե ուշ են արտահայտվում, շփոթեցնող են, մտածում են դե լավ կանցնի, երևի ինչ-որ դրվագային խնդիր ունեմ եւ այլն։ Առհասարակ քաղցկեղը ունի ընդհանուր եւ ունի տվյալ օրգանին բնորոշ ախտանշաններ։ Ընդհանուրներից դա հոգնածությունն է, սուբֆեբրիլ ջերմությունը, որը մինչև 37.4-6 հնարավոր է մշտական լինի պացիենտի մոտ, քաշի անբացատրելի անկումը, այսինքն եթե մարդը ոչինչ չի անում, որպեսզի քաշի իջնի, ֆիզիկական ակտիվություն կամ որոշակի սննդակարգ չի պահում, սակայն քաշը անբացատրելի անկում է ապրում։ Սրանք բոլորը ընդհանուր ախտանշաններ են, որոնք կարող են խոսել քաղցկեղի մասին։ Սակայն նաև ունենք որոշակի ախտանշաններ, որոնք որ կոնկրետ այդ քաղցկեղին են բնորոշ։ Ինչպես նշեցի, օրինակ կոկորտի քաղցկեղի դեպքում կոկորտային հազը, որը 2-ից 3 շաբաթվա ընթացքում չի անցնում, ու որոշակի որևէ վիրուս մինչև դա պացիենտը չի ունեցել, ձայնի խրպոտությունը, որը կրկին 2-3 շաբաթվա ընթացքում չի անցնում, կլման ակտի դժվարացումը, հոտարական ընկալիչների բթացումը կամ առհասարակ կորուստը հոտարության, համային ընկալիչների կորուստը, ցավը նաև, արնահոսությունը, որը որ կարող է դրսևորվել հազի ընթացքում կոկորտից, քթային արնահոսությունը։ Սրանք բոլորը ախտանշաններ են, որոնք որ այո կարող են ահազանգել եւ տվյալ ախտանշաններով բնականաբար պացիենտը չի գալիս առաջին ուռուցքը գտնելու, հա, գնում է այլ նեղ մասնագետների մոտ, լոր մասնագետի մոտ, դիմացինային վիրաբույժի մոտ կամ ստոմատոլոգի մոտ եւ արդեն կապ չունի թե որ բժշկի մոտ նա կհասնի, հա, բժիշկը բնականաբար կտեսնի, կհասկանա թե ինչը բացառի, առաջին հերթին սովորաբար մենք փորձում ենք բացառել քաղցկեղը, նոր մնացած բաները ախտորոշել, հա, ավելի հեշտ բուժվող Երբ որ կբացառվի քաղցկեղը, շատ լավ, արդեն մնացած բուժումը, այո, նեղ մասնագետը կշարունակի, եթե կհաստատվի քաղցկեղը, արդեն մնացածը կանեն ուռուցքաբանները։ Մենք զրուցում ենք Յոլիան Արունաբանության ուռուցքաբանության կենտրոնի բժիշկ ուռուցքաբան Մարիամ Մայիլյանի հետ։ Այս ամենը միանշանակ հասկանալի է։ Հիմա հենց հասանք արդեն հետազոտության եւ ստուգման, ինչպես է տարբերակիչ ախտորոշում արվում, ինչ գործիքային հետազոտություններ են նշանակվում։ Թերևս մենք արդեն ռադիոլոգին կարող ենք այս հարցն ուղղել ու ինչպես հասկանում եմ, դուք կարող եք հայտնաբերել ուռուցքը ոչ միայն բժշկի կողմից ուղղորդված տարբերակում, այլ օրինակ մեկ այլ բան ստուգում եք, ինչ որ գանգատով մոտեցել էր բուժառուն եւ դուք ուղղակի անում եք գործիքային հետազոտությունը ու նկատում եք նաեւ որևէ նորագույացություն։ Հա, իհարկե, Լույս ջան, առհասարակ ուզում եմ նորից կրկնել, որ MRT-ն ոսկե ստանդարտ է գլխուղեղի ուռուցքների համար։ MRT-ն անփոխարինելի է, նրա ինֆորմատիվությունը այս պայդրությամբ ոչ մի այլ գործիքային հետազոտություն չունի, թե ուռուցքների հայտնաբերման չասեմ տարբերակիչ ախտորոշման հարակից հյուսվածքների, հարակից կառույցների ինվազիայի աստիճանը որոշելու հարցում, ինչպես նաև այսինքն մետաստազ օրինակ կա թե չէ, անցել է այլ օրգան, եւ տեղային ինվազիայի աստիճանը որոշելու օրինակ բերեմ, հա, օրինակ կոկորտի քաղցկեղի պարագայում, հա, հարակից մկաններ, աճառներ, կառույցներ հետազոտությամբ նույնպես կարող են եւ հայտնաբերում են ուռուցքները, բայց մանրակրկտորեն գնահատել ինվազիայի տեղային ինվազիայի աստիճանը հնարավոր է միայն MRT հետազոտության միջոցով։ Բացի հայտնաբերումը ինվազիայի աստիճանը որոշելը շատ կարեւոր առավելություն ունի նաեւ MRT-ն, դա ուռուցքների դիվդիագնոստիկա կատարումն է։ Բնականաբար վերջնական ախտորոշումը
բջջաբանական հետազոտություն է միանշանակ, բայց այնուամենայնիվ MRT-ի միջոցով նույնպես կարողանում են կատարել դիագնոստիկա ուռուցքների միջև տարբերակումը։ Այսինքն նախնական դուք պատկերացում եք կազմում, հետո դա հաստատվում կամ ժխտվում կամ հերկվում է, այո։ Այսինքն բավականաչափ ինֆորմացիա ունենք, թե առաջնային հետազոտության պարագայում առաջնային ուռուցքների հայտնաբերման, թե արդեն բուժում ստացած պացիենտների մոտ հետագա, դինամիկ հսկողությունը կատարելու հարցում նշեց մեր բժշկուհին, որ իրականում կոկորդի քաղցկեղները հնարավոր է լիարժեք, այո, ոչ միայն ռեմիսիայի հասել, այլ լիարժեք բուժել պացիենտին, ես կարող եմ դա փաստել, մենք առնչվում ենք ու իրականում կոկորդի հենց քաղցկեղները այն քաղցկեղներից են, որոնք որ շատ լավ պատասխան են տալիս ճառագայթային եւ քիմիոթերապիային եւ մենք շատ պացիենտներ ունեմ, որոնց հետազոտում ենք արդեն բուժումից հետո տևական ժամանակ եւ լիարժեք ապակինված է լինում պացիենտները, այո, առավելապես այն դեպքերում, երբ որ բացակայում են հեռակա մետաստազները։ Իսկ մի այսպիսի հարց, վերջնական ախտորոշմանը մասնակցում են բժիշկ ռադիոլոգները, թե դուք ձեր մասով մենք մեր մասով ախտորոշում անում ենք, մեր MRT կրիտերիաներով, եզրակացությունը տալիս ենք եւ արդեն մնացած հարցերով զբաղվում են մեր հարգելի բուժող բժիշկները, կլինիցիստները։ Իսկ եթե օրինակ այդ պունկցիա ասվածներ, բջջաբանական ստուգումը, եթե չեմ սխալվում, չէ, եթե դա հերքում է, ինչ է դա նշանակում, որ MRT-ն լավ չի արվել, թե օրգանիզմում ինչ-որ առանձնահատկություններ կան, թե բժիշկներ սխալվել, մի փոքր ուզում եմ հասկանանք այս ընտրալից։ Մարդկանց մոտ տպավորություն է, որ MRT անում ենք, մենք միանշանակ, այո, վերջնական իրականում պաթոլոգիաները, ուռուցքները հարյուրավոր են, տեսակները այնքան շատ են, որ մեծ մասին մենք կարող ենք նույնիսկ դեռևս չգիտենք, եւ MRT պատկերներում շատ պաթոլոգիաներ ունեն նման տեսք։ Լավ։ Այսինքն մենք կան շատ բնորոշ, քանի որ արդեն քանի տարի է, MRT-ն ոսկե ստանդարտ է, շատ փորձ ունեն մարդիկ, հետազոտություններ, ստատիստիկաներ կան արված, այսինքն կան կրիտերիաներ, որոնցով նմանեցնում եւ փորձում ենք բնորոշել, տվյալ, այո, բնութագիր է, բայց պետք չէ մոռանալ, որ դա գործիքային հետազոտություն է։ Այսինքն մենք դա ռուսերեն պիտի ասեմ, հայերեն կարող այդ բառը, լավ չկարողանամ ասեմ, դա դիագնոստический поиск։ Լավ, ախտորոշման փնտրտուք, այո, այսինքն մենք ունենք փոփոխված տեղամաս, որը կարող է նման լինել այս կամ այն գոյացության, այսինքն վերջնական ախտորոշում միայն բջջաբանական հետազոտության միջոցով, բայց այստեղ մեր անելիքը այլ է։ Բժիշկ ռադիոլոգից երբեք չի պահանջվում տալ կոնկրետ բջջաբանական պատասխան։ Կլինիցիստը ուղարկելով գործիքային հետազոտության բժիշկ ռադիոլոգից չի պահանջում ասեք ինձ ինչ ուռուցք է սա։ Ոչ, դա չի ակնկալվում։ Ոչ, մեր անելիքը դա նկարագրությունն է, տեղակայումն է, հարակից կառույցների ու ստրուկտուրաների հետ հարաբերակցությունն է, ինվազիայի աստիճանն է եւ առհասարակ մետաստազների արկայությունն է։ Իսկ մնացածը արդեն արվում է լրացուցիչ քննության ժամանակ։ Դուք ասացիք, որ համակարգչային տոմոգրաֆիայի էլ կարող է նշանակվել, կարող եք նշել այն դեպքերը, երբ MRT plus ՀՏ է արվում, որևէ տեսակի այս հատվածում քաղցկեղ հայտնաբերելու համար։ Տեսեք, օրինակ առհասարակ այսպես համեստություն չպետք է անեմ լինելով MRT-ի բժիշկ, գլխուղեղի ուռուցքների պարագայում այն ինֆորմացիան, ինչ որ տալիս է MRT-ն, այսինքն կատեն հետազոտության միջոցով մենք չենք կարողանում ստանալ, հա? Այո, մոտավոր չափեր տեղակայում բնականաբար վիզուալիզացվում է, բայց այդքանը երբեք նեյրովիրաբույժներին կամ օնկոլոգներին չի կարող բավարարել հետագա իրենց բուժման տակտիկան ընտրելու համար։ Միանշանակ MRT, հա? Եվ մի հարց էլ ավելի բուն հետազոտությանն է վերաբերում գլխի եւ պարանոցի MRT-ի, արդյոք դրանք միասին են նախարարվում, թե դրանք առանձին հատվածներ են դիտարկվում կենտրոնում ախտորոշիչ։ Տեսեք, դա առանձին հատվածներ են, գլխուղեղ եւ պարանոց։ Այստեղ մի հարց էլ ասեմ, որտեղ շատ է լինում, որ երբ որ կա կասկած գոյացության, հա, բուժող բժիշկները ուղարկում են ողնաշարի, գրված է ողնաշար պարանոցային
հատվածի MRT։ Այստեղ ուզում եմ նշել, որ դրանք լրիվ տարբեր հետազոտություններ են։ Ողնաշարի պարանոցային հատվածի MRT եւ ողնաշարի փափուկ հյուսվածքների MRT։ Ողնաշարի պարանոցային MRT-ի հատվածի MRT կատարելով մենք ինֆորմացիա ենք ստանում ողնաշարի մասին։ Հա, գնահատում ենք ողերը, դիստրոֆիկ փոփոխությունները, ինչ որ բորբոքային փոփոխություններ, ճողվածքների պրոտրուզիաների արկայություն, բացակայություն, բայց գնահատել ուռուցքային process չենք կարող։ Սա լրիվ այլ պրոտոկոլով հետազոտություն է, ժամանակը այլ է, արվում է կոնտրաստով, առանցքայինորեն տարբերվում է ողնաշարի պարանոցային հատվածի MRT-ից։ Եթե մեր այսօրվա թեման փաստորեն փափուկ հյուսվածք, ինչ պաթոլոգիա կա, ավել ծրագիր պետք է դնել, թե պետք չէ, մի քիչ կարող է տատանվել, այդպես ուզում եմ ասեմ, դա լրիվ առանձին հետազոտություն է։ Հասկանանք նաև հաճախ քննարկվող կոնտրաստանյութի մասին, ինչ կա այստեղ ասելու, երբ է նշանակվում, կարևոր, հա, ասեմ մի նախադասությամբ, այսպես եթե կա ուռուցքային process կամ կասկած, միանշանակ հետազոտությունը արվում է ներերակային կոնտրաստավորմամբ, սա չի քննարկվում։ Եթե կա կասկած կամ կա արդեն հայտնաբերված ուղեցույցով ամրապնդված է եւ օրինակ պացիենտի ցանկությամբ չէ։ Պացիենտի ցանկությամբ իհարկե չէ, առհասարակ կոնտրաստի կիրառումը հետազոտության ժամանակ պացիենտի այդքան էլ որոշելու հարցը չի իրականում։ Լինում են դեպքեր, այո, նշանակում է բուժող բժիշկը կոնտրաստով, ներերակային կոնտրաստով պացիենտը գալիս է կամ չի ուզում կամ ասում են որ կարիք չկա հետազոտություն անել, ասում է չէ կոնտրաստով հետազոտեք, որ ավելի մանրամասն երևա։ Ներերակային կոնտրաստավորման համար կան կոնկրետ ցուցումներ, որը որոշում է ռադիոլոգը կամ արդեն բուժող բժիշկը, երբ որ գիտի կոնկրետ ինչա փնտրում եւ ինչ հարցի պատասխան է ուզում ստանալ։ Որքան ժամանակը մեկ է պետք անել այս հատվածների նշված գլխի եւ պարանոցի MRT-ի, եթե մենք ինչ-որ բուժում ենք անցել, ռեմիսիա է գրանցվել, բժիշկն է կլինիկորեն էլ պացիենտը նշում է, բայց մենք դա անպայման պետք է MRT-ի միջոցով փաստենք, այո։ Ու եթե ունենք էֆեկտ, ապա շարունակվում է նույն սխեմայով, որ նախապես գրանցված էր, որ պետք է բուժումը ստանալ։ Եթե տեսնում ենք, որ ոչ, ապա շուտ փոխում ենք։ Դա նրա համար է արվում, որպեսզի անիմաստ պացիենտը չստանա բուժում, եթե դեղորայքը չի օգնում։ Եվ արդեն եթե մենք ունենք ամբողջական բուժում կամ եթե ունենք հիվանդության ռեմիսիա ինչ-որ շրջան, մենք հսկողություն ենք սահմանում։ Ցանկացած քաղցկեղի դեպքում այլ է, բայց սկզբում անում ենք 3 ամիսը 1, այնուհետև կարող ենք դարձնել 6 ամիսը 1, հետո կարող ենք անել տարին 1, մոտավորապես առաջին 5 տարին պացիենտը շատ խիստ հսկողության տակ է լինում, որովհետև առաջին 5 տարին քաղցկեղի հետ վերադարձի հավանականությունը բավականին բարձր է։ Ամենաբարձրն է, եթե չեմ սխալվում։ Էլեն խոսվեց, որ այսպես ամիսը 1, 3 ամիսը 1, որքան կարելի է կրկնել։ Մի փոքր MRT-ի առանձնահատկությունների, կողմնակի ազդեցությունների, վնասակար ազդեցությունների մասին խոսենք, կարծում եմ կարևոր է։ Լավ դեպքերից է որ չունենք ճառագայթում, կարելի է կրկնել ինչքան որ անհրաժեշտ է, ինչքան որ ցուցված է բժշկի կողմից առանց պացիենտին որևէ վնաս պատճառելու։ Ցավ բացարձակ։ Սա անպայման ամեն ինչը ուզում եմ նշենք, ի տարբերություն այլ գործիքային հետազոտությունների, խոսենք նաև բուժման տարբերակների մասին, ինչ է առաջարկում ուռուցքաբանությունն այսօր, մենք գնալով ավելի են շատանում ի բարօրություն մեզ մարդկանց իհարկե տարբերակները ճառագայթային էլ քիմիաթերապիա նույնիսկ չեն ասում, ես վերջերս մեծ համաժողով էր եւ մեծ լրագրողներից տեղեկացություն, գիտեք, հարգելի լրագրողներ, էլ մի ասեք քիմիաթերապիա, որովհետեւ դա դեղորայք է եւ մենք տարբեր դեղորայք ունենք, որ քիմիա այդ կոնկրետ ստանդարտ քիմիաթերապիան չէ։ Կուզեի մի փոքր մանրամասնիկ, թե այս հատվածների քաղցկեղի համար ինչ է առաջարկվում։ Մինչև ձեր հարցին անդրադառնալ եք, ուզեմ եւս մի բան բժշկուհու ասացին հավելել, քանի որ ճիշտ է, իմ բոլոր գոլեգաները դա նշում են, բայց եւս մեկ անգամ ես էլ կասեմ, որ բիոպսիան երբեք չի չարորակացնում, չի գազազացնում, չի տարածում քաղցկեղը։ Շատ կարևոր է, երբեք շատ տարածված մոլորություն։ Եվ դա ոսկե ստանդարտ է քաղցկեղի ախտորոշման եւ բուժման համար։ Առանց դրա հնարավոր չէ քաղցկեղը բուժել, բացառությամբ որոշ քաղցկեղների, որոնք ուղղակի բիոպսիանելու համար հարմար տեղակայում չունեն, այսպես ասեմ։ Օրինակ գլխուղեղի բացառիկ դեպքեր են, այո, դրանք օրինակ գլխուղեղի քաղցկեղներին են վերաբերվում եւ որոշ տեսակներ նաեւ լյարդի քաղցկեղին որոշ դեպքերում։
հեպատոցելուլար քաղցկեղի մասին է խոսքը։ Մնացած բոլոր դեպքերում անպայման է բիոպսիան, որը չի գազազացնում, պացիենտի խոսքերով եմ ասում, չի արագացնում, չի չարագացնում։ Բայց կա այդ խնդիրը դեռ այո որքան ասվում է, բայց կան մարդիկ, ովքեր գալիս են ու ասում են, որ գիտեք, ես ինչ տեղից պետք է արվի բիոպսիա հասկանանք, դա մետաստազ է թե ոչ, որ հասկանանք բուժման տակտիկան քննարկենք եւ այլն, ու այդ հարցը կա։ Կասկածելով են արդեն հարցնում ոչ թե հստակ, այլ ասում են, բայց կարող է դա գազազացնի, կարող է չարագացնի տարածի եւ այլն, ոչ։ Այո։ Լավ, սա ամրապնդեցինք եւս մեկ անգամ եւ բուժման տարբերակները։ Բուժման տարբերակները, այո։ Դեղորայքային բուժում ունենք, ինչպես նշեցիք, ունենք ճառագայթային բուժում, վիրահատական բուժում։ Լավագույն տարբերակը, եթե պացիենտը հայտնաբերվում է այն փուլում, պացիենտի քաղցկեղը հայտնաբերվում է այն փուլում, որ այն վիրահատելի է։ Սակայն շատ դեպքերում վիրահատությունը սահմանափակված է առաջինը պացիենտի ցանկությամբ, եղել են դեպքեր, երբ որ ուռուցքը եղել է վիրահատելի, սակայն էսթետիկ դեֆեկտը հաշվի առնելով, որը որ վիրահատությունից հետո մնալու է մարդու դեպքին, ուղղակի մարդը հրաժարվել է եւ ավելի ուշ փուլերում է դիմել արդեն դեղորայքային եւ ճառագայթային բուժման։ Սակայն ասեմ, որ ներկայում բժշկությունը ժամանակակից, որը նաև հասանելի է Հայաստանում, բավականին լավ որակի, մենք կարող ենք այդ էսթետիկ դեֆեկտը շտկել։ Կան որոշակի իմպլանտներ ոսկրային, որոնք ամբողջությամբ կրկնում են մարդու նորմալ անատոմիական տեսքը եւ վիրահատությունը կարող է լինել նույնիսկ միամոմենտ, այսինքն ուռուցքը հեռացվի, տեղադրվի իմպլանտը եւ առհասարակ էսթետիկ դեֆեկտ մարդը չունենա։ Եթե վիրահատության փուլը բաց ենք թողնում կամ ներկա պահին ռեզեկտաբել չէ ուռուցքը, որովհետև գլխի եւ պարանոցի ուռուցքները մի փոքր ավելի դժվար է առողջ հյուսվածքների սահմանում հեռացնելը, հնարավոր է սկսել դեղորայքային բուժում, որը, ինչպես նշեցիք, ժամանակակից բժշկությունը ոչ միայն քիմիոթերապիա է խորհուրդ տալիս, այլ նաև թիրախային թերապիա, նաև իմունոթերապիա, որոնք բավականին խոստումնալից են եւ բավականին լավ էֆեկտներ ունեն գրանցած, ու նաև ճառագայթային թերապիա, որը որ կրկին ժամանակակից բժշկությունը խորհուրդ է տալիս առաջարկում է եւ կարողանում է ապահովել մեզ թիրախավորել կոնկրետ ուռուցքը եւ առողջ հյուսվածքների վրա ճառագայթային ծանրաբեռնվածությունը ավելի սահմանափակել, այսինքն թիրախավորել կոնկրետ ուռուցքը մենք այս պահին կարող ենք եւ դա Հայաստանում էլ հասանելի է։ Ձեր ազգային կենտրոնում Յուլիան կա այս բոլոր առաջարկները գործում են։ Մեր կլինիկայում դեռևս միայն ունենք դեղորայքային բուժումը, որը որ կարող ենք առաջարկել, բայց մենք ունենք Հայաստանում առհասարակ բոլոր ուռուցքային խնդիրները, մինչև բուժումը սկսելը թումոր բորդ են անցնում։ Դա աշխարհում ընդունված կարգ է հիմա։ Երբ որ ներկա են լինում դեղորայքային ուռուցքաբանները, ճառագայթային ուռուցքաբանները, վիրաբույժները, դիագնոստիկ մասի մեր գոլեգաները, եւ մենք բոլորով քննարկում ենք, հասկանում ենք, թե ինչ բուժում է ավելի պետք եւ ավելի օգտակար լինելու այս պարագայում հիվանդի եւ սկսում ենք նոր բուժումը։ Այսինքն ամեն մեկս մեր մասն ենք անում ու մենք ունենք որոշակի կլինիկաներ, որոնց իրենց հետ ենք աշխատում, որոնք մեզ համար առավել վստահելի են։ Հա, համագործակցությունը adekvat մակարդակի վրա է։ Շատ շնորհակալություն։ Մենք զրուցեցինք Յուլիան Արունաբանության եւ ուռուցքաբանության կենտրոնի բժիշկ ուռուցքաբան Մարիամ Մայիլյանի եւ MIPS բժշկական կենտրոնի MRT բաժնի ղեկավար բժիշկ ռադիոլոգ Էլեն Հովանիսյանի հետ հետաքրքիր էր, կարեւոր էր, հույս ունեմ մեզ որքան հնարավոր է շատ մարդիկ լսեցին եւ կօգտվեն ձեր ուղղորդումներից։ Ձեզ համար աշխատեց Լուսի Քոչարյանը, ցտեսություն բոլորին։ Ես առողջ եմ, երբ տեղեկացված եմ։